Նոր անկասկած, նոր երկով լծված մեզ համար մի արկած Ամեն անգամ մի նոր փորձություն է, որ բարդ է ու անսովոր Բայց ուժն ընկերության մեջ միասնության միշտ գտում է լուծում Ու կյանքը մեզ համար տես անդադար մեծ տոն է դառնում Մենք տարբեր ենք, շատ տարբեր ենք, բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Մենք տարբեր ենք, շատ տարբեր ենք, բայց մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Մենք տարբեր ենք, շատ տարբեր ենք, բայց մեկ է աշխարհին նայում ենք բաց Մեր նպատակախումբը ռումբ է, բայց այն պայթում է մեր երկերով միշտ Մենք տարբեր ենք, շատ տարբեր ենք, բայց մենք լավ ընկերներ ենք սրտաբաց Մեր նպատակախումբը ռումբ է ու լավ տրամադրությամբ է այն պայթելու Նվագախմբի երեխաներ Եվ այսպես, եկեք ևս մեկ անգամ կրկնենք այն, ինչ այսօր սովորեցինք Առնո Բաբաջանյանի մասին, ինչպես է կոչվում նրա առաջին ստեղծագործությունը։ Ժորիկ, Առնո Բաբաջանյանի առաջին ստեղծագործությունը կոչվում է «Պիոներական քայլերք»։ ապրես, նստիր։ Եվ որ տարիքում է նա գրել այս ստեղծագործությունը։ Աննա, 9 տարեկանում։ շատ լավ, ապրեք։ Այսօր հրաշալի դաս ստացվեց։ Այս կիսամյակում մենք ուսումնասիրելու ենք բոլոր մեր հանճարներին։ Ցտեսություն։ Երեխեք, մի վարկյան մի ցրվեք, շատ լավ առաջարկ ունեմ։ Առաջարկում եմ այսօր բոլորով գնանք Կոմիտասի ինստիտուտ թանգարան։ Հիանալի, նույնիսկ ասեցի ցող առաջարկեր Տիգրան, ապրես։ Իսկականից շատ լավ առաջարկ էր Տիգրան, բրավո։ Շնորհակալություն, հա։ Երեխեք, դուք օրն ու ժամը որոշեք ինձ ասեք, ես անպայման կգամ, լավ։ Ով էր ես սիրամարգը։ Հեսա շատ արագ կպաղձեն։ Գնում եմ սրան բմբլահան անեմ։ Հանգիստ, ամեն ինչ հերթով։ Սկզբի համար փոխի ես դեմքի արտահայտությունը, որտեղ նայում եմ դեմքիդ, ուզում եմ սուլել բախի տոկատը։ Երեխեք նայեք, ստեղ ես ու Կոմիտասն ենք աշխատում ենք նոր ստեղծագործության վրա Դու Կոմիտասը? Մանեք գոնե ամոթից լրի Դա Կոմիտասը չի Դա Մեսրոպ Մաշտոցի արձանն է Ննը կլինի ես մի բան ասեմ ու դու էլ չխառնվես Մանե իսկ կլինի Կոմիտասի թանգարանն ու մատենադարանը չխառնես Կոմիտասի թանգարան այցելությունը Տիգրանը կազմակերպել էր Ժորիկի խորհրդով։ Ժորիկն ու Տիգրանը նախորդ օրը արդեն այցելել էին թանգարան եւ ուսումնասիրել Կոմիտասի կենսագրությունը։ Ըստ պլանի, Տիգրանը իր գիտելիքներով պետք է մեծ տպավորություն թողներ Աննայի վրա։ Սակայն Աննան չեկավ։ Ինչ մտածել ենք ջուրն ընկավ։ Այն որ չեկավ, այդ հələ ոչինչ։ Ավելի կարևոր է բազել, թե ինչի չեկավ։ Ես իմացել եմ, թե ինչի Աննան չեկե թանգարան։ Ինչ, լավ էլ նկար է։ Սա սիրամարգ չես, կակավա։ Ոչ, կրակը վառի գնում ենք կակավի որսի։ Արև բացվեց թուխ ամպերեն, կակավ թրավ կանահասարեն, սարի ծերեն, բարև բերավ ծաղի
նախշում Սիրունիկ նախշում կաքավիկ Արի նասովարի Արի նասովարի Սարիլալա Վայ Մխիթարյան Ջան Ուրախությունից սիրտս կպայ թեզ նվերա Չէ ինչ նվեր առել եմ ցավը տանը Լավն է չէ Նկատի ունեմ վերել ես ինձ նվիրես չէ Չէ Լալա ջան Ես նվեր չի Լավ ես պարքի վանցա Բայց ես քշել չգիտեմ Եկ սովորացնեմ Նա ես տոմուզներն Ով է Կարևորը սրա տեղի իմանաս Անվտանգությունն է կարևորը հասկանում ես Լալա ջան ու միշտ հիշի ես կյանքում յուրաքանչյուր մարդ պետք է իր տորմուզների տեղի Մխիթարյան Ջանա Ետ գնանք սովորացնես Վա ինչ լավ ասեցիր որ մի հատ քո այդ անմահական կոֆեից դնես իր հետ խմենք կգնանք առողջ ապրելակերպ իրար հետ վարելու ցավը տանը Հիմա հեծանիվ ենք վարելու թե առողջ ապրելակերպ Դու համ վարելու ենք համ ապրելու ենք Արի սարի լալա Բոյք մեռնի սարի լալա Nickname Showtime. Oh, did you see that? He ran off the wall like a ninja. His nickname Showtime. Unbelievable. Just Ոչ լս պրոֆիլդ փոխես։ Չէ, ուղղակի դհոլ եմ խփում։ Ոչ թե դհոլ ես խփում, այլ դհոլ ես ծեծում։ Ուղղակի պատկերացնում եմ, թե ոնց եմ ջարդելու այդ սիրամարգի կտուցը։ Ով է այդ սիրամարգը ու ինչ տեղեկություններ ունենք նրա մասին։ Երեկվանից Աննայի սոցցանցերի հաշիվները փորփրում եմ ու մամա ջան ես քեզ շատ եմ սիրումից բացի ոչ մի սիրո թեմայով բան չեմ գտել։ Երեք օգտվենք Շերլոկ Հոլմսի մեթոդից։ Այս նեղբային ջութակ նվագենք պոնչ։ Չէ, ինֆորմացիան հավաքենք աննկատ մնացող երեխաների միջոցով։ Էս ինչ եք անում։ Ես դասականներին եմ վերեժում, նրանք խաղ են խաղում։ Գործ կա, վարձատրությամբ շոկոլադ է։ Ինչ տեղեկություն է պետք։ Երեք մեր դպրոց եկած տղայի մասին։ Ինքը հաստատ Աննայի մոտ էր եկել, որովհետև իրար հետ դուրս եկան դպրոցից։ Ոնց որ սիրամարգ լիներ։ Ապրեք, ինչ տեղեկություն է պետք այդ սիրամարգի մասին։ Դե ձեզ եմ սպասում։ Ում ենք սպասում։ Քեզ։ Ինչպես կասեր Վովա փիղը տեսնելով գազանանոցի բաց դարպասները, թռան։ Ես վինչից չէր։ Եթե փորփրել Աննայի էջը ոնց չի նկատել սա։ Ինչ է։ Ես էլ մտածեցի այդ սիրամարգի մասին ես ինչ-որ բան գտել։ Վան Բեթհովեն Լյուդվիգ Երիակը գործի անցել, շուտով ամեն ինչ կիմանանք սիրամարգերի մասին, թե ինչ են ուտում, թե երբ է նրանց ձվադրման սեզոնը, եւ ի վերջո, որ երաժշտության տակ են բացում իրենց պոչերը։ Իսկ հիմա ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որի վրա մինչև ես ոչ մեկդ ուշադրություն չէիք դարձրել։ Աննան Դեղին Վաղթերի սիրահար է, ու իր նկարներում Դեղին Վաղթերը ավելի շատ են, քան հենց ինքը։
Այսինքն Աննան կուրախանա, եթե ինչ-որ մեկը նրան դեղին վարդեր նվիրի։ Իսկ կարող ես 3 փորձից գուշակել այդ ինչ-որ մեկին։ Ենթադրենք Տիկոն նվիրեց ծաղիկները, բա հետո։ Հետո կմոտիկանամ Աննային ու վերջի վերջո կասեմ իմ սրտինը։ Հələ յուքոմի պուլտը բերեք։ Ինչի՞։ Ուզում եմ քեչափ անեմ, տենամ նորից թույն բանը կասի։ Ահա, պահա բաց չթողնենք։ Հիմա պետքա գնալ ծաղկի խանութ դեղին ծաղիկներ գնելու։ Պոնչ, 2 փորձից կգուշակես, թե ով է գնում ծաղկի խանութ։ Իհարկե, ոչ։ Իսկ կարող է գուշակես, թե ինչը, քանի անգամ է կտսնելու գլխիդ։ Լավ, ես կգնամ։ Պարզվում է դու ավելի լավ ուտելիք ես ընտրում, քան ծաղիկ։ Գնայր ինքդ ընտրեիր։ Ինչ, երբեմն օրինակ վերցրու բեմորից։ Ինչ, երբեմն մտնեմ ակվարիումի մեջ։ Երբեմն լուղ մնա։ Մի տեսակ լարված եմ։ Գիտեմ, կամ Աննան այսօր դասի չի գալու, կամ մի ուրիշ թարս բան է լինելու։ Սերտս մի բան գուշակում էր էլի։ Բարի լույս տղաներ։ Ողջույն։ Ոնց անցավ էքսկուրսիան, որ չկար շատ բան բաց թողեցի։ Ոչինչ, Տիկոն կհատուցի բաց թողածը։ Իսկ ինչի չեկար։ Հիվանդ էիր։ Չէ, ուղղակի Խաչատուրի հետ գնացել էինք զբոսնելու։ Վայ, ինչ նման է Խաչատուրի նվիրած ծաղիկներին։ Այս ծաղիկներն ես կտա այդ Խաչատուրի։ Ինչ։ Տիգրանն ուզում էր ասել, որ այս ծաղիկները Տիկին Լալայի համար են, ու որովհետև Տիկին Լալան վաճառել է այսօր իր միլիոներով Խաչատուրին։ Ձեր թված թե սիրարվել է մեր Տիգրանը։ Ապրեք երեխեք, շատ սիրուն ծաղիկներ են։ Տեսա։ Դե լավ, գնամ երեխեք, հետո կշփվենք։ Փաստորեն Խաչատուր, հա։ Խաչատուրը, բայց ինչ են Խաչատուր։ Պուրի։ Միլիոն խաչապուրի։ Ես առողջ ապրելակերպ չի, այլ վտանգավոր։ Ախր այ լալա ջան, գիտես ով միտումնավոր չեմ արել։ Մնում էր միտումնավոր անեիր, Մխիթարյան։ Օխ ձերքս, հա, տար։ Ախ, մի րոպե մի հատ չգոռաս։ Վայ, լենայ։ Հասկացել են իրանց սխալը, ինչ ծաղկե փճով են եկե հիվանդատես, լալա ջան։ Ջիկի անեն։ Երեխեք ջան, շատ շնորհակալ եմ, բայց ինչ կարիք կար նեղություն քաշելու։ Օվենա։ Կարճ կոնկրետ։ Ճշտել ենք, այդ Սիրամարգյանունը խչոյա։ Մենք էլ ենք արդեն ճշտել։ Վերջ։ Գնում եմ այդ խչոյի հետ խոսամ։ Ոսկի Աննայի հետ չես խոսում։ Խչոյի հետ ինչ պիտի խոսաս։ Ասեմ, որ Աննայից հեռու մնա։ Անան հան կապյուտերի վիրուս չի, որ հեռու մնա։ Ամեն տենց բան ասելը սխալ է։ Կարող է հարևանն է։ Կամ էլ փեսացում։ Շատ հարևանը խի պիտի ծաղիկ դա, ավելի շուտ փեսացում է։ Հաստատ փեսացում է։ Ապրես, Պոնչ ջան։ Բավականին հուսադրող բաներ ես ասում։ Դու իսկական ընկեր ես։ Պոնչն ուզում էր ասել, որ կա 2 վարկած։ Երկու դեպքում է սխալ կլինի, որ դու մոտենաս Խաչատուրին։ Ինչի։ Որովհետև եթե հարևանը լինի, ծիծաղալու վիճակի մեջ կլինես։ Իսկ եթե փեսացուն, ուշացել ես։ Չէ։
Չէ, գնում եմ ճշտեմ թե ով է։ Մի հատ են քաղցր ճշմարտության ասացվածքը կասես։ Դա ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից։ Երեխեք ջան, բա չասեցիք այս ծաղիկներին ճառիթով էր։ Ոնց որ տխուր առիթով։ Չնայած դու դարձել ես ինձ համար դժվար հանելուկ Մեկ է ինչ էլ լինի քիցս քեզ էլ չեմ անելու Ինձ հերիք է քո ժպիտը որ ես գիշերով մնամ աթում Միթե ինձ հետ խոսելիս ոչ մի բան չես նկատում Te հետս ինչ է պատահել Երևի կյանքում իմ առաջին անգամ է Ես սիրահարվել Ոնց է քո ժպիտը ինձ ամեն անգամ Ստիպում գետնից պոկվել Ինձ երևի երջանկություն է հյուր եկել Քո անունը գրել ես այսօր պատին դպրոցի Քեզ խնդրում եմ ինձնից հեռու դու էլ փախչել մի փորձիր Թույլ տուր ես բռնեմ քո ձեռքը որ քեզ ուղեկցեմ դեպի ձեր տուն Միթե դու չես նկատում ոնց է իմ սիրտը պայթում Te հետս ինչ է պատահել Երևի կյանքում իմ առաջին անգամ է Ես սիրահարվել Ոնց է քո ժպիտը ինձ ամեն անգամ Ստիպում գետնից պոկվել Ինձ երևի երջանկություն է հյուր եկել Ինչ է պատահել Երևի կյանքում իմ առաջին անգամ է Ես սիրահարվել Ոնց է քո ժպիտը ինձ ամեն անգամ Ստիպում գետնից պոկվել Ինձ երևի երջանկություն է հյուր եկել Ինձ երևի երջանկություն է հյուր Սիրեմարգյանունը խչոյա, խաչիկ, խաչատուր Ապրեք, մենք արդեն գիտեինք Ոխր մենք արան շոկոլադ ոնց ապրենք Բայց դուք արդեն ուշացաք, ձեր ինվորմացիան արդեն հին է Դու եթե հին է, դոլո ժամկետը շոկոլադ տու Լավ, կտամ, բայց հիշեք, մի գործ ինձ պարտեք մնում Մաներ ծանոթացեք, Խաչատուրն է Խաչատուր իմ դասընկերներն են Շատ հաճելի է Նմանապես Լսել եմ շատ կարևոր փառատոնի եք մասնակցում, հա? Ես Խաչատուրին ասել եմ, որ մեր տղաները մեծ երաժիշտներ են Ես ինքս էլ շատ եմ սիրում երաժշտություն նպարել ու առաջարկում եմ իրար հետ ինչ-որ մի բան փորձենք Արի, հենց հիմա էլ կփորձենք Հենց հիմա չէ, մի քիչ հետո կկազմակերպենք Դե 10 րոպեից կլինենք ստեղ Ահա, սպասենք 10 րոպե Օբյեկտը քիչ առաջ Աննայի հետ եկավ դպրոց, հեծանի որ
Մենք առաջին անգամ ենք տեսնում հեծանիվ քշող սիրամարգ։ Ու վերջին անգամ քչոյ հետո զգվել է արգելակներից։ Ո դուք չեք ցնդել։ Տարեք այդ հեծանիվի արգելակները սարքեք։ Բայց մենք սարքելուց այդքան էլ ուզող չենք։ Մեր պրոֆիլը քանդելն է։ Մերսի երեխեք, բայց մենք խճոյի հախից ուրիշ ձև կգանք։ Կասված շոկոլադը ուշանում է, բայց ուշ լինի, անուշ լինի։ Մենք գիտենք ինչ է երաշտական դպրոցը, բայց ամել գիտենք ինչ է բակը ու փողոցը։ Թե գաստեղ ինչ որ մեկը գա ու շփոթի, պոնչիկ ասեմ նրան տեղում հում կուտի։ Ու միջը մարդա մեկը պոնչիկ թռնի, ինչի կասեմ ծաղի խաղի կոտերը կխառնի։ Թե մտածում ես ասկանով ես խաղը ավարտվեց, ասեմ մեր մեջ քին կանաց կա ու կատե։ Տղեքը լբերեք սուրնան, բերեք դհոլը, հլտեցեք հոսոված չի մեր բեմոլը։ Բան չեմ ջովում ինչ ես խոսում հիմա դու կץ կտուր, դե դու քո ձեռքը դուր իմ անունն է խաչատուր, թե ինձ նման դու համարձակ ես ու անուղելի, հրավիրում եմ հենց հիմա քեզ բարի դուելի։ Մտի բզնունի։ Աղջիկ ջան, ինչ հավատայել, ինչու է սահաբեկված։ Ընկեր Ներսիսյան, դուք լսել եք, որ կռվի մեջ մեղր չեն բաժանում։ Հետո։ Հենց հիմա Տիգրանն ու Խաչատուր անունով մի տղա մեղր չեն բաժանում, որում շատ կատաղի մեղր։ Էս ինչ է այստեղ կատարվում։ Ամեն ինչ նորմալ է, մորաքույր։ Ոնց մորաքույր։ Այսինքն Խաչատուրը Աննա եղբայրն է։ Թու, այդ տարբերակը չէի մտածել։ Դյոզալ կռիվը գնաց կորա։ Տեսա ինչ լավ ստացվեց։ Դու էլ ուզում ես սիրամարգի ոսագողությամբ զբաղվել։ Դու խոսել չէր լինի։ Դեմքդ նենց էր աղավաղվել, ոնց որ վատ ինտերնետով Skype անելուց լինեիր։ Ոնց։ Աստորեն իզուր չասեցի խչոյ հեծանիվի արգելակ։ Ոնց։ Ես ձեզ չասեցի կտանեք կսարքեք հեծանիվը։ Ինչպես ասում են չվող թռչունները աշնանկեսերին, թռան։